Մարտի 18-ն է, Երևան-Երազ Գորիս ավտոճանապարհի Սիսիանի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Magnish-ի ավտոմեքենան դեպի Գորիս ընթանալիս ըստ նախնական տեղեկությունների դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին մոտ 100 մետր, մի քանի պտույտ շրջվելով գլխի վայր հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի, ում առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի բարեկներն ու Սիսիանի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը եւ այդպես են նշում քաղաքացիները վթարի հարևանությամբ անցնող պաշտպանության նախարարության զորամասի զինծառայողներ, աշտծառայողներ օգնել են մահացածների մարմինները, որոնք հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս տարբեր հատվածներում, մոտեցրել են դիատարներին, 1 հոգի էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիան բժշկական կենտրոն, իմ տեղեկություններով վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են արդեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայր են ժամանել ահազանգով Հայաստանի քննչական կոմիտեի, Սյունիքի մարզային քննչական վարչության, Սիսիանի քննչական բաժնի խումբը, բաժնի պետի եւ մարզային քննչական վարչության պետի տեղակալի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։